Դանիել Տերը խոսեց ինձ հետ, երբ իմ առջև դրված մարտահրավերներից մեկն այն էր, որ դադարեմ լսել։ Ես լսում էի երկու քարոզչի, որոնք ծաղրում էին բժշկությունը։ Նրանք հեգնանքով վերցնում էին Աստվածաշնչի խոսքը, չափազանց հոգևորացնում այն եւ ծաղրում։ Այն ամենն, ինչ նրանք ուսուցանում էին, հիանալի էր։ Կասեի 95%-ը հիանալի էր, բայց կար այդ 5%-ը, որն ինձ պարզապես վատացնում էր։ Եվ հիշում եմ, մի անգամ Սուրբ Հոգին ինձ մարտահրավեր նետեց եւ ասաց՝ դու փոխանցում ես ստանում։ Սա այն է, ինչ ուզում ես տեսնել։ Ես ասացի ոչ։ Նա ասաց՝ ուրեմն կտրիր դա, այնպես որ երբ հովիվը չի սիրում ծառայության պտուղը, ես նրան հարցնում եմ, թե որոնք են այն սովորական փոդքասթները եւ գրքերը, որ նա կարդում է։ Ես չեմ ասում երբեք չլսել հակառակ կարծիքներ, բայց եթե սա քո սնվելու սեղանն է, եւ այդ մարդը հրաշքների դադարեցման կողմնակից է, բայց ես սիրում եմ նրանց մեկնաբանությունը։ Դա հիանալի է, կարող ես լսել 1 կամ 2 պատգամ, բայց եթե դա քո սնվելու սեղանն է, մի զարմացիր, եթե վստահ չես գերբնականի հարցում։ Դու այնքան հավասարակշռված ես, որ չգիտես անգամ թե ինչին ես հավատում։ Դու չես տեսնում որևէ գերբնական բան։ Դու իրականում հավասարակշռված չես, դու վախեցած ես։ Եվ պատճառն այն է, որ վստահ չես։ Վստահ չես, որովհետև ինչ-որ առումով թունավորված ես։ Դու կսկսես տեսնել մտածողության փոփոխություն եւ իրոք կտեսնես պտուղը։ Դա այնքան զորավոր է, ինձ հետ բառացիորեն նույն բանն է եղել։ Տերն ինձ ասաց դադարիր կարդալ այդ գիրքը։ Ես խոսում եմ լավ քրիստոնեական փիլիսոփայության գրքերի մասին։ Տերն ինձ հանդիմանեց եւ ասաց, որ պետք է դադարեմ։ Անհավատությունը յուրովի ազդում է հոգու վրա։ Դա շատ կործանարար է եւ դժվար է նկատել, մինչեւ որ այն արդեն չի տիրում քեզ։